խոստացված երկիրը եւ այդ 40 երկար ու ձիգ տարիների մասին չենք խոսելու, բայց երբ որ եկան հասան արդեն ավետաց երկիրը, երբ որ արդեն Մովսեսը մահացավ, Աստված Մովսեսի փոխարեն մի ուրիշ առաջնորդ կարգեց Իսրայելի ժողովրդի համար, Հեսուին, Նավեան, Հեսուին, որ Աստծո ժողովրդին առաջնորդում էր։ Եվ եկեք ընթերցենք այդ մի քանի համարները։ Հեսու 3-րդ գլուխ 9-ից 17 համար։ 9-ից 17 համարներ։ Հեսու 3, 9-ից 17։ Հեսուն Իսրայելի որդիներին ասաց. մոտեցեք եւ ձեր Աստծո խոսքերը լսեցեք։ Ու Հեսուն ասաց. սրանով կիմանաք, որ կենթանի Աստվածը ձեր մեջ է, ու ձեր արջևից անկասկած վտարելու է քանանացիներին, կետացիներին, խևացիներին, փերեզացիներին, գերգեսացիներին, ամորացիներին ու հեբուսացիներին, այսինքն 7 ցեղեր, որ պետք է Աստված վրընդի իրենց արջևից։ Ահա ամբողջ երկրի Տիրոջ ուխտի տապանակը ձեր արջևից անցնելու է Հորդանանի մեջ։ Ուստի հիմա դուք Իսրայելի ցեղերից 12 մարդ վերցրեք, յուրաքանչյուր ցեղից մեկական մարդ, ու պիտի լինի, որ երբ Տիրոջ ամբողջ երկրի Տիրոջ տապանակը վերցնող քահանաների ոտքերի ներբանները մտնեն Հորդանանի ջրերի մեջ, Հորդանանի ջրերը կտրվելու են վերևից հոսող ջրերից եւ կանգնելու են դեզերի պես։ Եվ եղավ, երբ ժողովուրդը Հորդանան անցնելու համար դուրս եկավ իր վրաներից, ուխտի տապանակը կրող քահանաները նրա առջևից էին գնում։ Երբ տապանակը կրողները հասան Հորդանան, եւ տապանակը կրող քահանաների ոտներն ընկրմղվեցին Եզրի ջրի մեջ, քանի որ հնձի ամբողջ ընթացքում Հորդանանի ջուրը առատանալով ելնում էր իր ափերից, վերից իջնող ջուրը կանգ առավ ու Սարթանի մոտ գտնվող Ադամ քաղաքից շատ հեռու դեզի պես իրար վրա կուտակվեց, իսկ դաշտի ծովը, այսինքն աղիծովն իջնող մասը, նվազեց ու լրիվ կտրվեց, եւ ժողովուրդը Երիքովի դիմաց դուրս եկավ։ Տիրոջ ուխտի տապանակը կրող քահանաները Հորդանանի մեջ ցամաքի վրա հաստատ կանգնեցին, մինչև բոլոր իսրայելացիները ցամաքով անցան Հորդանան։ Ամեն։ Թող Տերը օրհնի իր խոսքը։ Գիտեք, 5 կտակարանյան պատմությունները լոկ պատմություն չեն, որպեսզի մեզի պատմական տվյալներ փոխանցեն, մենք այստեղ հոգևոր դաս ենք վերցնում, հոգևոր պատգամ կա մեզ, որ Աստված փոխանցում է, որովհետև շատերը ասում են 5 կտակարանյան պատմություններ են, Իսրայելի ժողովրդի համար են գրված, բայց ես ձեզի ասեմ, որ այս պատմությունները քրիստոնեական պատմություններ են, հավատացյալների համար է գրված, որպեսզի մենք մեր հույսը Տիրոջ վրա դնենք, երբ տեսնենք Աստծո զարմանալի գործերը ոնց իր զավակների հետ այս զարմանահրաշ գործերը կատարում։ Եվ նայեցեք, երբ երկու լրտեսների մասին ենք հանդիպում արդեն հաջորդիվ, տեսնում ենք, որ երբ որ Հեսուն երկու լրտեսներ ուղարկեց եւ նրանք հետազոտեցին, լրտեսեցին Երիքով քաղաքը, որովհետեւ ավելուշ պետք է արդեն քաղաքը գրավեին, եւ եկան ամեն բան պատմեցին Հեսուին, այն ամենը ինչ որ իրենց պատահել էր Երիքովը լրտեսելու ժամանակ, այսինքն իրենք խոսեցին, թե ինչպես մտան ներս, ինչպես Ռախաբ կինը, որ ինքը պոռնիկ էր, անբարոյական կին էր, եւ իրենց տունը մնացին, եւ ինչպես իրենց թաքցրեց այս կինը, որպեսզի ոստիկանների ձեռքը չմատնի, եւ պատմեցին Ռախաբի մասին, քանի որ այս քաղաքում ինչ որ պետք է որ իմանային, հենց այս կինը Ռախաբը իրենց պատմեց, եւ գլխավոր նյութը հենց Ռախաբն էր իր հայրական տունը։ Երբ որ լրտեսները վերադարձան, պատմեցին Հեսուին, որ Ռախաբի տունը մնացինք եւ ասացին, որ երբ որ գրավենք այս քաղաքը, մենք խոստացանք այդ կնոջը, որ իրեն եւ իր ամբողջ ընտանիքը իր հայրական տունը պետք է ազատենք եւ փրկենք։ Ուխտի տապանակը կրող քահանաների մասին տեսնենք, որովհետեւ կարդացինք, որ ուխտի տապանակը քահանաները պետք է վերցնեին իրենց ուսերի վրա, Հորդանանի մեջով անցնեին, ջուրը պետք է ցամաքեր կանգներ։ Եվ սա հրաշք էր։ Եվ ժողովուրդը, պատկերացրեք միլիոնավոր ժողովուրդ ցամաքով պետք է անցնեին գետի մյուս կողմը։ 2000 կանգուն հեռավորություն ասեց պաշտպանեք։ 2000 կանգուն հեռավորություն, այսինքն ժողովրդի եւ քահանաների միջև, այսինքն ուխտի տապանակի միջև, քահանաները ղևտացիներ էին, ղևտացիների միջև 2000 կանգուն հեռավորություն պետք է պաշտպանեին։ Եվ այս 2000 կանգունն էլ պատահական թիվ չի, այն ինձ հիշեցնում է ղևտացիների ժառանգության չափսերը, որ իրենց քաղաքներն ու արվարձանները խոստացյալ երկրում պետք է իրենք ժառանգեին, թե քաղաքների մեջ, թե արվարձաններում 2000 կանգուն տարածքով պետք է լիներ այդ ագարակները, որ իրենց ժառանգությունն էին, եւ 4 կողմերից այս չափսերը պետք է պաշտպանեին,
Սրանք ղևտացիների հասանելի բաժիններ։ Նաև ապաստանի քաղաքները ներառյալ, այս մասին մենք կարող ենք տեսնել Թվոց գրքի 35-րդ գլխում։ Տերը պատվիրեց Հեսուին, որ խոսի Իսրայելի որդիների հետ, եւ նաև խոստացավ Հեսուին, որ իր հետ է լինելու, բարձրացնելու է բոլորի առջև, եւ ինչպես ասաց Մովսեսի հետ եմ, այնպես էլ քեզ հետ կլինեմ։ Եվ ղևտացի քահանաները վերցրեցին ուխտի տապանակը, մենք ընթերցեցինք այս մի քանի համարները։ Ուխտի տապանակը վերցրեցին եւ ժողովուրդը շարունակեցին շարժվել եւ հասան դեպի Հորդանան գետը, գրված է իրենց ոտքի ներբանները դրեցին ջրի մեջ քահանաները եւ ջուրը կանգ առավ։ Ներբանները ոտքի թաթերն են, այսինքն, հա։ Հենց ուզում եմ ասել, հենց ոտքերը ջրի մեջ մխրճվեցին, ջուրը կանգ առավ։ Ու դեզի պես, քարակույտի պես վարձացավ վերև։ Եվ մարդիկ անցան ցամաքով։ Հորդանանի եզրին պիտի սպասեն, որ 3 օրից անցնեն։ Ուրեմն միջև անցնելը 3 օր պետք է սպասեն։ Եվ ինչու է Աստված այս թվերը տալիս, հա, 2000 կանգուն հեռավորությունը 3 օր պետք է սպասեք, այս բոլոր կարգադրություններն էլ ինչ որ պատահականություն չէին։ 3 օրը ինձ հիշեցնում է Տեր Հիսուս Քրիստոսի գերեզմանում լինելը, որ 3-րդ օրը հարություն առավ։ Այսինքն 3-րդ օրը դարձյալ կարևոր նշանակության մասին է խոսում, Քրիստոսի հարության մասին է ակնարկանում, որ ոչ 1 օր, ոչ 2 օր, ոչ 5 օր, այլ հենց 3 օր պետք է սպասեն եւ այս թվերը պատահականություն չեն։ Արջևում Հորդանանն էր, իր վարարման ժամանակը, որ ափերից դուրս էր գալիս, նրա ջրերը վարար էին եւ հետևում անապատն էր, իսկ գետից այն կողմ Ավետյաց երկիրը եւ դեռ հսկա Պարսպապատ քաղաքը կար արջևում, որ պետք է հաղթահարային, այսինքն Երիքով քաղաքը։ Հորդանանը մահվան գետն է խորհրդանշում, որով անցան Իսրայելի ժողովուրդը։ Գիտեք, ամեն մի գետ իր խորհրդավոր նշանակություն ունի։ Հորդանան գետը մահվան գետն է խորհրդանշում, որի միջով պետք է անցներ ուխտի տապանակը եւ նրա հետևից ամբողջ մի ժողովուրդ քահանաների առաջնորդությամբ։ Եվ պարտականությունը ուխտի տապանակի կրելու ղևտացի քահանաներինն էր։ Նրանք միայն իրավունք ունեին ուխտի տապանակը կրելու։ Ուխտի տապանակն էր, սիրելիներ, իր առումով նշանակալից էր։ Այն Տեր Հիսուս Քրիստոսի ներկայությունն է ցույց տալիս։ Տիրոջ ներկայությունը, որ Աստված իրենց մեջ է, Տերը իրենց առաջնորդում է։ Հիշենք ինչ էր դրված ուխտի տապանակի մեջ, որոնք դարձյալ Տիրոջ ներկայության մասին են խոսում։ Ուխտի տապանակի մեջ 3 կարևոր հիշարժան բաներ կային։ Հիշում եք ինչ կար։ Ուրեմն մանանայով լեցուն այդ սափորներ, հա, որ հիշեն իրենց կերակուրը, որ երկնքից Աստված կերակրեց նրանց, հրեշտակների կերը, այսպես ասած, հացը։ Ուրիշ ինչ կար։ Քարե, այո, 10 օրենքներն էր դրված, 10 պատվիրանները եւ այո, Ահարոնի ծաղկող գավազանը, բրավո, շատ լավ։ 3 կարևոր բաներ, եւ այս 3-ն էլ սիմվոլիկ կերպով Տեր Հիսուսի խորհրդանիշն են։ Ինքն է, չէ, խոսքը, պատվիրանները, ինքն է երկնքից իջած հացը, մանանան, եւ հենց գավազանն էլ նշանակում է պտղաբերությունը եւ ծառայությունը եւ իշխանությունը, որ Տեր Հիսուս Քրիստոսն է։ Ինքը մահվան մեջ կանգնեց։ Տեր Հիսուսը մահվան մեջ կանգնեց, որպեսզի իր շնորհքով իրեն հավատացող ժողովուրդը մահից կյանքի անցնեն։ Մահվան միջով անցնեն ապահովությամբ, որովհետև ինքը մահ ճաշակեց։ Եվ Հորդանանից ջրերը գալիս թափվում էին, կարդացինք դեպի Մերիալ ծովը։ Ասել է թե դեպի մահվան դատապարտություն, քանի որ ադամական ժառանգությունը մեղավոր է, մահվանի արժանի եւ ամբողջ մարդկությունը Ադամի մեջ մեղավոր են համարվում եւ մեղավորի վարձքը կամ մեղավորը դատապարտված է հավիտենական դատապարտության։ Ասել է թե մահվան գետը հոսում էր դեպի Մերիալ ծովը, դեպի մահ էր գնում։ Եվ մենք գիտենք, որ Մերիալ ծովում կենդանություն չկա եւ ձկները չեն ապրում։ Աստված միտումնավոր 3 օր սպասեցնել տվեց ժողովրդին եւ հետո միայն պիտի Հորդանանը անցնեն, որպեսզի մահվան գետը իրենց աչքի առաջ տեսնեն։ 3 օր կանգնած են գետի մոտ եւ տեսնում են այդ հոսքը, այդ հորդարատ գետի անցնելը եւ մտածում են, ինչ է սա նշանակում։ Աստված ուզեց, որ մի պահ մտածեն, տեսնեն, որ մահը դեպի կորուստ է տանում, միջև դատապարտություն, միջև հավիտենական կորուստ, եւ մարդիկ պետք է հասկանային սա։ Իրենց աչքի առաջ էր սա։ Որովհետեւ սարսափելի այն կարգավիճակը, որի մեջ ամբողջ ժողովուրդը, ամբողջ մարդկությունը գտնվում է, մեղքերի եւ հանցանքների մեջ, մահվան մեջ, եւ որ այն հոսում է դեպի հավիտենական կորուստ, մարդիկ շատ բաներ չեն տեսնում,
Տեսնելով էլ չեն հասկանում, սիրելիներ։ Շատ հաճախ մարդկանց խոսում ես ճշմարտության մասին, մահվան մասին, կյանքի մասին, փրկության մասին, կարծես միտքները փակ լինի, չեն հասկանում։ Եվ մենք կարևոր է, որ երբ որ մարդկանց հետ խոսում ենք Տեր Հիսուս Քրիստոսի բերած փրկության մասին եւ մարդկային վիճակի կարգավիճակի մասին, որ մեղավոր են, շատ կարևոր է աղոթենք նրանց համար, որպեսզի Տերը նրանց մտքերը բացի։ Աղոթենք, որպեսզի չարի զորավոր, այսպես ասած, կրակոտ նետերը կոտրվեն, խափանվի, որպեսզի Սուրբ Հոգին անկաշկան ներգործի մարդկանց կյանքի մեջ, որտեղ բռնված են նրանց աչքերը, հոգու աչքերը կուրացած են, հասկացողություն չունեն։ Աստծո խոսքի մեջ բազմաթիվ համարներ կան, հին ուխտում գրված է, որ մարդիկ հասկացողություն չունեն։ Ջորին էշը իր տիրոջը ճանաչում է, բայց մարդ իր տիրոջը չի ճանաչում գրված է։ Նայեցեք, Հոբի գրքում կարդում ենք. մարդու մեջ եղած արժեքը հոգին է եւ ամենակարողի շունչն է նրան հասկացողություն տալիս։ Մարդուն հասկացողություն տվողը Տերն է։ Հոբ 32:8։ Սակայն Աստված ողորմած Աստված է։ Մենք պետք է հիշենք, որ Աստված մարդկանց նման չի, Աստված ողորմած է, Աստված գթառատ է, պատրաստ է փրկություն տալու։ Նա առակներով, խորհուրդներով, պատմության մեջ եղած դիպվածներով հասկացնում է մարդուն, ակնարկներ է անում, մարդու իրական վիճակն է ցույց տալիս, որ մարդը առանց Աստծո մեռած է եւ դեպի կորուստ է գնում։ Եվ վերջապես Աստված ավետարանով խոսում է, զգուշացնում է, որ մեղքի վարձքը մահ է եւ բոլորը առանց բացառության մեղք գործեցին գրված է եւ Աստծո փառքից պակասեցին։ Նայեցեք ձեր շուրջը, նայենք մեր շուրջը։ Բոլորը չեն, որ անդրադառնում են, բոլորը չեն, ինչպես որ անբարոյական այդ կինը Ռախաբ պոռնիկը, որ Երիքովում էր ապրում, պարսպի վրա էր իր տունը, հասկացավ, որ ինքն էլ մահվան է դատապարտված եւ հավատաց Աստծուն։ Եվ կարմիր պարանը կապեց իր պատոհանից, հավատաց, որ Հեսուն որ գա, մտնի քաղաքը գրավելու, իրեն պիտի փրկի։ Եվ Հեսուն, որ Հիսուս անվան դարձվածքն է, երբ որ ասում ենք Հեսու, Եշուա, ինքը Հիսուս անվան դարձվածքն է, որ նշանակում է փրկիչ, Տերը փրկում է։ Սա է բացատրությունը։ Որ նա միակ փրկիչն է, արդյոք հավատում ես, որ Հիսուսը փրկիչ է։ Արդյոք հավատում ես, որ Հիսուսը նաև քո փրկիչն է եւ կարող է քո փրկության միակ միջոցը լինել։ Սա է կարևոր։ Հռոմեացիս գրքում Պողոս առաքյալը գրում է Հռոմեացիներին 3-րդ գլուխ 23-ից 26 համարների մեջ, որովհետև բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծո փառքից եւ նրա շնորհքով ձրի են արդարացվում այն փրկության միջոցով, որ Քրիստոսով է։ Ձրիաբար, փողով չի։ Եթե փողով լիներ փրկությունը, միայն հարուստները պետք է փրկվեն եւ աղքատները դժոխքի բաժին պետք է դառնային։ Աստված Տեր Հիսուսին նախապես սահմանեց քավություն լինելու իր արյամբ, որպեսզի ցույց տա իր արդարությունը անցյալում Աստծո համբերատարության ժամանակ գործված մեղքերի թողությունը, որպեսզի ներկա ժամանակում իր արդարությունը ցույց տա, որպեսզի ինքը արդար լինի եւ արդարացնի նրան, ով հավատում է հեքիաթներին, չէ, ով հավատում է Հիսուսին։ Նայեցեք, երկու գործողություն կատարեց Աստված Տեր Հիսուս Քրիստոսի փրկagorցության արդյունքում։ Ինքը արդար համարվեց Աստված, որ ինքը արդարացի Աստված է, ճշմարիտ Աստված է, եւ արդարացնում է նրան, ով հավատում է այդ միակ արդարին։ Ով հավատում է Հիսուսին, Աստված արդար է հայտարարում։ Սա շատ կարեւոր է։ Հեսվա գիրքը ամենևին էլ, ինչպես սկզբում նշեցի, պատմական գիրք չի, որ միայն պատմությունների մասին ենք տեղեկանում։ Շատ քիչ պատմական տվյալներ ենք տեսնում, բայց այս մի քանի գլուխներում, երբ որ կարդանք մինչև 6-րդ գլուխը, 2-ից 6-րդ գլուխներ, հոգևոր պատգամ կա, հոգևոր նշանակություն կա այնտեղ, որոնք խոսում են մեղավորի դատապարտված լինելու, Քրիստոսի արյան քավության, փրկարար հավատքի եւ հարության մասին, հավատքով արդարացման, փրկության եւ հաղթանակի եւ ազատագրման եւ հաղթական կյանքը ապրելու մասին, որովհետև Հեսվա գրքում, երբ որ կարդում ենք, շատ հաղթանակների ենք հանդիպում, չէ՞։ Հեսուի առաջնորդությամբ Իսրայելի ժողովուրդը շատ հաղթանակներ ունեցավ։ Այնուհետև կարող ենք մենք համեմատել, եթե նոր կտակարանի գրքերից մեկի հետ փորձենք համեմատենք, որ գրքին է ավելի համահունչ Հեսուի գիրքը, շատ աստվածաբաններ եւ մենք էլ հավատում ենք դրան, որ Եփեսացիս գրքի զուգահեռ է սա։ Հաղթանակների մասին է խոսում այստեղ։ Իսրայելը անցել էր Կարմիր ծովը, մենք գիտենք Եգիպտոսից, որ դուրս եկան, Կարմիր ծովը անցան, այսինքն սատանայի իշխանությունից ազատագրված էին,
այդ դիվական համայնքից, այդ սատանական մշակույթից ազատագրված էին, սակայն հաղթական կյանքի համար Հորդանանը պարտադիր էր որ անցնեն։ Մենք է շատերս փրկվեցինք, հավատացինք, բայց հաղթական կյանք ապրելու համար շատ բաներ պետք է թաղենք, շատ բաներ պետք է Հորդանանում թողենք։ Հորդանանը պետք է անցնեին, Մահվան գետով պետք է անցնեին Իսրայելի որդիները, եւ այնտեղ իրենց եսը պետք է թաղվեր։ Համար 1 թշնամին է մարդկանց եւ մասնավոր հավատացյալների։ Մարմնավոր ցանկությունները, մեկ խոսքով հին մարդը պետք է թաղվեր այնտեղ իր բոլոր ցանկություններով։ Դուրս եկած ժողովուրդը քիչ չէին։ Իրենց հետ երեխաներ կային, հղի կանայք կային, փոքրեր նորածիններ կային, մեծահասակներ կային, նաև իրենց հետ ունեին հոտեր, նախիժներ, ապրանքներ, այս ամբողջ ընթացքը որքան դժվար էր իրենք անցնեին եւ հաղթահարեին, բայց սա է գինը, սա է ճանապարհը, որ նեղվածք է ցույց տալիս։ Եթե հիշում եք, երբ որ Աստված կարգադրեց, որ զատիկը ուտեն, բաղարջակերած տոնի ժամանակ, նրանք ուտում էին, ինչով էին ուտում այդ զատիկը։ Ուտում էին լեղի խոտերով, դառը եւ լեղի խոտերով, որպեսզի հիշեն իրենց անցած ճանապարհը, լեղի էր եւ դառն էր այդ ճանապարհը։ Սա է գինը, որով հավատացյալը պետք է անցնի եւ հաղթական դուրս գա, քանի որ հաղթանակի ուղին նեղվածք է, նեղ է դուռը եւ նեղվածք է ճամփան, ասաց Տեր Հիսուսը, որ տանում է դեպի ընդարձակություն, դեպի կյանքի։ Ամբողջ Երիքով քաղաքում երևակայեցեք ամբողջ քաղաքում մեկ հոգի արդարացավ եւ փրկվեց։ Ով էր? Ռախաբը։ Այն էլ մասնագիտությամբ անբարոյական էր։ Այսինքն այդտեղ մեկը չկար արդար։ Բայց ինչպես արդարացավ եւ փրկվեց? Հավատքով։ Հավատաց։ Հիմա կարող ենք ասել ինչքան հեշտ է հավատալը, չէ՞։ Բայց հավատալ նշանակում է գին վճարել։ Հավատալ նշանակում է հետևել, հավատալ նշանակում է խոնարհվել, հավատալ նշանակում է վստահել եւ ապավինել Տիրոջը։ Ապավինեց Քրիստոսի արյանը եւ սպասեց մինչեւ հեսուն գա եւ փրկի իրենց։ Եվ Երիքովի այդ անառիկ թվացող պարիսպները պետք է փլվեին եւ պատմությունը ասում է մոտավորապես 6 մետրանոց պարիսպներ էին եւ փուլ եկան առանց հրանոթի, առանց ժամանակակից այս ռակետների, ռումբերի փուլ եկան, Տիրոջ հրամանով փուլ եկան։ Եվ միայն իր տունը, Ռախաբի տունը, պարիսպի, որ հենց մեջ էր, պարիսպի վրա էր, կանգուն մնաց։ Միայն այդ հատվածը։ Եվ արդյունքում փրկվեցին։ Ավելի ուշ հետազոտներ եղան, հետազոտողներ եղան, գիտնականներ եղան եւ ապացուցեցին, որ դա իրական է եւ փլատակների, այդ ավերակների միջից հասկացան, որ իրապես որ Ռախաբի տունը գոյություն է ունեցել հենց Պարիսպի վրա եւ հենց այդ հատվածը կանգուն է մնացել։ Ինչպես տեսնում ենք Առակաց գրքի 13-րդ գլուխ 7 համար։ Սողոմոնի իմաստունը գրում է Առակաց 12:7։ Անիրավները կկործանվեն եւ կչքանան, բայց արդարների տունը հաստատ կմնա։ Ովքեր են արդարները, ովքեր Քրիստոսին հետևեցին, ովքեր հավատացին, վստահեցին Տիրոջը։ Եվ քահանաները, ովքեր ուխտի տապանակն էին կրում, կանգնեցին Հորդանանի մեջ։ Մենք այդպես կարդացինք, չէ՞ մեր տեքստի մեջ։ Եվ ջրերը կտրվեցին։ Ադամ քաղաքից բավականաչափ հեռավորության վրա ջրերը գնալով նվազեցին եւ դեզի պես կանգ առան։ Շարունակեցին իրենց ընթացքը, որպեսզի ժողովուրդը անցնեն ապահովությամբ։ Երբ կանգնեցին ջրերը, երբ հոսքը դադարեց, երբ որ քահանաները իրենց ոտքը դրեցին ջրերի մեջ։ Գիտեք, հարցը քահանաները չէին։ Քահանաները իրենց սպարտականությունն էին կատարում։ Հարցը բանալին այստեղ ուխտի տապանակն էր, որովհետև իրենց ուսերի վրա կրում էին ուխտի տապանակը։ Եվ ուխտի տապանակը, ասեցինք, Տեր Հիսուս Քրիստոսի ներկայությունն է ցույց տալիս։ Որտեղ որ Հիսուս Քրիստոս կանգնած է, մահը դադարում է իր գոյություն ունենալ։ Մահը իր զորությունը, իր ուժը կորցնում է, երբ որ Հիսուս կանգնում է մահվան ջրերի մեջ։ Կյանքիդ մեջ, քո ընթացքիդ մեջ, որ մահվան մեջ ենք մենք բոլորս էլ։ Առանց Քրիստոսի բոլոր մարդիկ մեռած են, բայց որ Հիսուս եկավ կյանքիդ մեջ, մահը կդադարի, իր ուժը կկորցնի եւ կյանքը իր արդյունքը կտա։ Ուրեմն սա ցույց է տալիս, որ մահը կանգ առավ, այսինքն այս դեպքերը զարմանալի են, գերբնական իրադարձություններ են, հրաշք է, որ տեղի ունեցավ միլիոնավոր մարդկանց աչքի առաջ։ Պատկերացրեք, հենց քահանաները կանգնեցին ջրերի մեջ, հորդացող գետի հոսանքը կանգնեց, քարակույտի պես բարձրացավ եւ մարդիկ ցամաքով, այսինքն ապահովության անցան։
Այսինքն մահից դեպի կյանքի անցան։ Ինչու, որովհետև Տերը, Տերերի Տերը մահվան մեջ ինքը կանգնեց, որպեսզի ես ու դու կարողանանք անցնել ապահովությամբ։ Սա նշանակում է մահվան մեջ Տերը ինքը կանգնեց միայնակ եւ եզակի փրկիչը, որ այսօր էլ կանգնած է, որպեսզի մեղավորը մահից կյանքի անցնի։ Այսօր էլ կարող ես անցնել, որովհետև Տերը այսօր էլ փրկում է մեղավորին։ Նա մեռելներից հարություն առած եւ փառքով բարձունքներում համբարձված Տեր Հիսուս Քրիստոսն է, որ կանգնած է, որպեսզի մեղավորին փրկի։ Նա ապրում է, որպեսզի մեռնողին կյանք տա եւ ապրեցնի։ Եվ բարեխոսի իր զավակների համար։ Գրված է հոր կողքը բարեխոս ունենք, որ բարեխոսում է իրենների համար։ Վերջին մեղավորը, ով կանցնի Հորդանանով եւ կփրկվի։ Քանի դեռ կանգնած է, քանի դեռ շնորհքի դռները բաց է, մոտեցիր նրան, որովհետև ուրիշ մեկով փրկություն չկա։ Չկա ուրիշ միջնորդ, չկա մեկը, որի միջոցով կարողանանք փրկվել։ Պողոս առաքյալը գրում է, քանզի մեկ Աստված կա եւ մեկ միջնորդ Աստծո եւ մարդկանց միջև։ Հիսուս Քրիստոս մարդ, ով իր անձը որպես փրկագին տվեց բոլորի համար ժամանակին վկայելու։ Մեկ միջնորդ, այսօր քարոզում են մի քանի միջնորդների մասին, բարեխոսների մասին։ Երբեք մենք կարող ենք իրար համար բարեխոսական աղոթք անել, բայց փրկության համար միջնորդը մեկն է Հիսուս Քրիստոսը։ Առաջին Կորինթացիս 2-րդ գլուխ 5 համար։ Որովհետև բոլորը մեղավոր են, անմեղ մարդ չկա։ Այդ իսկ պատճառով նա բոլորի համար մեռավ, եւ նա է քավությունը մեր մեղքերի համար, եւ ոչ միայն մեր, այլև ամբողջ աշխարհի գրում է Հովհաննես առաքյալը, առաջին Հովանու 2:2։ Այսօր ասում են Քրիստոսը միայն հավատացյալների համար մեռավ։ Ես փորձում եմ հասկանալ ինչու են այդպես սովորեցնում, որովհետև հավատացյալները հավատացին, փրկվեցին, լվացվեցին Քրիստոսի արյամբ, արդարացվեցին, բայց Սուրբ Գիրքը ասում է ոչ միայն մերը, այլ նաև ամբողջ աշխարհի, որպեսզի ով որ հավատա, փրկվի, մահից կյանքի անցնի։ Դուռը բաց է, սիրելիս, եւ ավետարանը ազդարարում է, հայտարարում է փրկության լուրը, որպեսզի մեր սրտերը բացենք Տիրոջ առաջ, մահից կյանքի կարողանանք անցնել։ Որպեսզի ով որ հավատա, ասում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդուն տվեց, այսինքն որդին կար տվեց աշխարհի համար, որպեսզի ով որ հավատա, չկորչի, այլ հավիտենական կյանքի անցնի։ Այսինքն Հորդանանը դեպի մահվան այդ գետը դեպի մեռյալ ծովն էր գնում, դեպի դատապարտությունը, բայց կանգ առավ, ինչու, որովհետև Հիսուս մեջտեղը կանգնած էր, որովհետև Տիրոջ ներկայությունը այնտեղ էր, որպեսզի ժողովուրդը մահից կյանքի անցնեն։ Նա ձեզ կենդանացրեց, գրում է Պողոս առաքյալը, որ մեռած եք հանցանքների եւ մեղքերի մեջ, մի ժամանակ քայլում եք այս աշխարհի ընթացքով, ըստ օդի իշխանության իշխանի, այն ոգու, որ հիմա ներգործում է անհնազանդության որդիների մեջ, Եփեսացիս 2-րդ գլուխ առաջին 3 համարներ եւ կուզեմ մի քանի համարներ կարդալ, շարունակության մեջ այսպես ենք տեսնում, Եփեսացիս 2 Նայեցեք, 4-րդ համարից եմ կարդում, Եփեսացիս 2-րդ գլուխ 4-րդ համարից, բայց Աստված, որ առատ է ողորմությամբ, իր մեծ սիրո պատճառով, որով մեզ սիրեց, նույնիսկ երբ հանցանքների մեջ մեռած էինք, մեզ կենդանացրեց Քրիստոսի հետ միասին, շնորհքով եք դուք փրկված։ Եվ նրա հետ մեզ հարուցանեց, եւ նրա հետ նստեցրեց երկնային տեղերում Քրիստոս Հիսուսի մեջ, որ գալիք դարերի մեջ ցույց տա իր շնորհքի չափազանց հարստությունը Քրիստոս Հիսուսով մեզ ցույց տված բարությամբ, որովհետև շնորհքով եք դուք փրկված հավատքի միջոցով, եւ սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է։ Ամեն։ Սա ինչ է նշանակում, որ փրկությունը շնորհքով է։ Շնորհքը գիտեք ինչ է նշանակում, սիրելիներ։ Շնորհք նշանակում է արժան չեղած տեղը ողորմության արժանանալ։ Ես արժանիք չունեի, որ շնորհքը ինձի հասավ։ Սա է շնորհքը։ Այսինքն շնորհքով եք փրկված հավատքի միջոցով։ Ուրիշ միջոց չկա։ Ոչ թե օրենքները պահելով, ոչ թե ձեր կարողությամբ, ձեր իմաստությամբ, ձեր բարեգործությամբ, ձեր լավը լինելով, երբեք ու երբեք։ Շնորհքը բացառապես մեր հետ կապ չունի։ Սա Աստծո փրկարար գործն է հավատացողի կյանքի մեջ։ Հորդանանը լցվում էր մեռյալ ծովը, այս կյանքը ունի ավարտ, սիրելիներ։ Երեք էլ այցելության ժամանակ Տիգրան եղբոր հետ մենք մի քանի ընտանիքների հետ խոսեցինք եւ ասացինք, որ այս կյանքը ժամանակավոր է։ Որովհետև մարդիկ երբեմն չեն մտածում մահվան մասին։
Երբեք չեմ մտածում, որ մի օր պետք է հատվի կյանքի այդ արծաթյա թելը եւ մեր հոգիները Աստծո առաջ պետք է հաշիվ տան, պատասխան պետք է տան։ Որտեղ ես դու։ Եվ Հորդանանի առջև այդ 3 օր Աստված առիթ տվեց, որպեսզի ժողովուրդը մտածեն։ Մահվան գետը հոսում էր դեպի հավիտենական կորուստ։ Կամ պետք է անցնես, կամ պետք է մնաս։ Որտեղ ես դու։ Այս կյանքը ավարտ ունի։ Մահը դա վերջը չի։ Այն դեպի ծովներ ընթանում, դեպի մեռյալ ծովը եւ գիտենք, որ ծովերը սահմանափակ չեն։ Ծովերը լճերից գիտենք ինչով են տարբերվում։ Ծովերը կարողանում են բաց օվկիանոսի մեջ մուտք գործեն։ Այսինքն դեպի հավիտենական կորուստ է տանում, դատապարտություն է տանում։ Իսկ անհավատների բաժինը եւ ինչպես ամբողջ ծովը անմար կրակի լիճը ձգվեց կարդում ենք։ Հավիտենական դատաստանը։ Ուրեմն քանի դեռ Տերը կանգնած է, սա նշանակում է շնորհքի դուռը բաց է մեղավորների համար, որպեսի դարձի գան եւ փրկվեն, իսկ հավատացյալների համար նորոգվելու առիթ կա։ Հավատացյալները շատ բաներ ունենք, որ պետք է Հորդանանի մեջ թաղենք, սիրելիներ։ Հավատացյալ ես, հավատացյալ եմ։ Շատ բաներ կան, որ կապված է մեր եսի հետ, վատ սովորություններ, վիճակներ, որոնք Տիրոջը դուր չեն գալիս։ Հորդանանի մեջ թողենք։ Մահվան գետը դրա համար է։ Որպեսի նորոգված Աստծո հետ մեր ուխտերը նորոգած, հաշտված մեր կյանքը շարունակենք։ Հավատացյալները ժամանակավոր կյանքում որոշ բաներ ունեն, որոնք հաճելի չեն ասում։ Հին կյանքից մնացած սովորություններ, որոնք շատ հաճախ արգելք են հանդիսանում սիրելիներ, որպեսի առաջ գնան, հաղթական կյանքով ապրեն։ Եվ հաղթական կյանքի համար կարծես որ քայլում ենք մենք, արգելքներ կան եւ այդ արգելքները նման են մամուրների, մոլախոտերի, որ մեր ոտքերից կարճում են եւ կարծես դժվարանում ենք քայլ անենք, չէ՞։ Ինչպես ճահիճի մեջ ինչքան դժվար է քայլելը։ Այնպես էլ այդ սովորությունները, վատ սովորությունները արգելում են, որպեսզի մենք հաղթական կյանք ապրենք։ Բայց Տերը ուզում է, որպեսզի մենք հաղթական կյանք ապրենք։ Եթե նայում ենք հայտնության գրքի մեջ գրված է, ով որ հաղթի, նա պիտի ժառանգի, ով որ հաղթի պետք է նրան ուտել տամ, ով որ հաղթի նրա անունը պետք է գրել տամ, ով որ հաղթի, իսկ ով պիտի հաղթի, նա ով հաղթական կյանք է ապրում, ով թաղել է իր սովորությունները Հորդանանի մեջ։ Նայեցեք սիրելիներ, գրված է, որ առաջին ամսի 10-ին թլփատվեցին, դուրս եկան, քանի որ նոր սերունդը թլփատված չէր անապատի մեջ, որովհետև հին սերունդը այդ 40 տարիների մեջ մեռան, որովհետև Աստված չհավանեց նրանց, կարդում ենք Կորինթացիների նամակում, նոր սերունդը թլփատվեցին, առաջին ամսվա 10-ին։ Առաջին ամսվա 10-ը ձեզ ինչ-որ բան հիշեցնում է։ Լավ, իսկ 14-ը հիշեցնում է։ Տեր Հիսուս Քրիստոսի խաչելությունն էր, զատիկը նշեցին։ Եւ հին կտակարանով եթե նայում ենք առաջին ամսվա 10-րդ օրը գառնուկ պետք է վերցնեին, գառնուկը պահեին եւ 14-ին մորթեին։ Հիսուս ձերբակալվեց եւ 14-ին մեր զատիկը մորթվեց։ Քանզի Քրիստոս մեր զատիկը մեզ համար մորթվեց։ Այդ նույն օրը Հիսուսին խաչեցին եւ որից հետո գրված է որ մանանան որ 40 տարի երկնքից իջնում էր իրենց համար դադարեց, որովհետեւ առաջին անգամ այդ երկրի բերքից եւ պտուղից կերան։ Կարդացեք ամբողջը, ես գիտեք, որովհետեւ սա սերտողություն է, եթե մենք շարունակենք ամբողջ օրը պետք է խոսանք այդ մասին եւ օրը բավական չի լինի խոսելու համար։ Կարդացեք 4-րդ, 5-րդ, 6-րդ գլուխները միջև։ Եղավ Հեսուի գիրք միջև 6-րդ գլուխը կարդացեք եւ շատ կարեւոր պատգամներ Տերը ձեզ կսովորացնի։ Ուրեմն սիրելիներ, Հեսվագիրքը հաղթական կյանքի մասին է մեզ ցույց տալիս, բայց հաղթական կյանքը ապրելու համար շատ բաներ պետք է մենք թաղենք Հորդանանի մեջ։ Եվ մեր արժեվ ունենանք այդ նկարագիրը, այդ պատկերը, որ մեղքի վարձքը մահ է։ Մահվան գետը հոսում է։ Եվ միայն Տեր Հիսուս Քրիստոս կանգնեց մահվան մեջ, որպեսզի մենք մահից դեպի կյանքի անցնենք։ Թող Տերը օրհնի խոսքը եւ յուրաքանչյուրիդ